հենց այս պահին դատախազության դիմաց են ծնողները հավաքված եւ այդ հաղորդումն են ներկայացնելու եւ նաեւ իրենց որդողմունքն են արտահայտելու, որովհետեւ եթե գիտակցված ինքը ուզում էր Հայաստանի Հանրապետություն փրկել, այդ դեպքում ինչի իր որդուն կամ ԿՊԱ-ականները իրենց տղաներին կամ իրենք անձամբ չէին զոհաբերում իրենց։ Եթե կա երկրի ղեկավար, որ պատրաստ չի զոհաբերել իրեն հանուն հայրենիքի, հանուն անկախության, ուրեմն այդ երկրի ղեկավարը ոչինչ է։ Ռոստոմյան, բայց ինչ ակնկալիք ունեք դատախազությունից։ Այ որևէ ակնկալիք մենք չունենք, որովհետև մենք նաև նույն հաղորդումը հանցագործության մասին 22 թվականի ապրիլի 26-ին ենք ներկայացրել։ Մենք հենց այդ ժամանակ ենք ոտքի կանգնել եւ պայքարում օրվա իշխանությունների դեմ եւ իրենք ամեն ինչը այտենց ծածկադմփոց արեցին, փակեցին։ Այստեղ հարցը գնում է նրան, որ հերթական հանցագործության մասին հաղորդումն ենք տալի եւ մենք վստահ ենք, որ 2-3 ամիս հետո իշխանությունը փոխվելու է եւ այդ ժամանակ նոր մեր հաղորդումները նորից կբացվեն եւ այդ հանցագործությունները կպատժվեն ըստ արժանավույն։ Մենք ուղղակի չենք կարող լռել եւ չբարձրացնել այդ հանգամանքը։ Այսօր մենք այդ հարցը բարձրացնում ենք, որ ընդհանրապես ժողովուրդը իմանա, թե ովքեր են իրենց իշխանավորները, որովհետեւ եթե 20 թվականին զոհել են, որպեսզի ունենան անկախ Հայաստան իրենց ասելով, ուրեմն հաջորդ ընտրություններից հետո եթե ԿՊ-ն վերարտադրվեց, էլի զոհելու են, որպեսզի 29000 քառակուսի կիլոմետրից գոնե 10000-ը պահեն եւ վերջում կգա Երևանը եւ իր այդ նստավայրը պահելու համար ասեն էլի զոհենք, բայց ոչ իրանց ու իրանց երեխեքին, էլի սովորական մեր հայրենիներն են զոհվելու։ Հիմա սա խոսքա ճիչա ծնողների կողմից, որպեսզի ուշքի գան եւ ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի իրանց որդիները չզոհաբերվեն հանուն Նիկոլի Աթոռի։ Ռոստոմյան, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե իրենք չընտրվեն, աղետաբեր պատերազմ է սպասվում, նշեց նաեւ կոնկրետ ժամանակ սեպտեմբերի։ Դե գիտեք, եթե ինքը մինչև հիմա ասում էր, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը երբ որ եղավ, ինքը ընդամենը 2 օր առաջով է իմացել դրա մասին։ Այս ոնց է, որ հիմա 3 ամիս առաջով հստակ գիտի այդ պատերազմի մասին, ես մտածում եմ, որ մի քանի տարբերակ կա։ Նախ ինքը պայմանավորվում է թշնամական պետության ղեկավարի հետ, որպեսզի եթե չընտրվի, պատերազմ հրահրեն եւ եթե նույնիսկ ընտրվել էլի պատերազմ լինելու, այսինքն ինքը որևէ երաշխիք չի տալի, որ իր ընտրվելուց հետո մի քանի օր հետո պատերազմ չի լինել, այն է աղետաբեր պատերազմ։ Եվ մինչև հիմա, որ ինքը նաեւ երեք էլի իր հաղորդման մեջ ինքը ասեց, որ չեն կռվել տղաները, այսինքն մինչև վերջ իրանք չեն մարտնեն, չեն կռվել։ Ես մի օրինակ բերեմ, ուղղակի շատ թարմ է, մի քանի օր առաջ ինձ այդ ինֆորմացիան հասա, որ 20 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ որդիս ուղիղ դեմ առ դեմ թշնամիների դեմ մարտնչե եւ իր դիրքը թշնամու դիրքից հեռու եղել ընդամենը 19 մետր հեռավորության վրա, ովքեր որ Մարտակերտի հատվածը գիտեն, այդ դիրքը լավ կիմանան։ Եվ մեծականակ զորքով թշնամիները հարձակվել են, այդ գործողությունից հետո այնտեղ հաշվել են 30 հատ գնդակային զոհված, այսինքն ավտոմատով զոհված 30 հոգի թուրքեր։ Այն պարագայում, որ ինքը իր ջոկատով եղել ընդամենը 12 հոգի եւ ոչ մի զոհ չի տվել։ Հետո երբ որ այդ դիրքից գնացել է կողքի դիրքը օգնության, նոր այդ ժամանակ ականատեկային հարվածի տակ անգե եւ զոհվել։ Եթե 12 հոգով կարողանում են 70-80 հոգանոց թշնամու խմբի հետ մարտնչեն եւ 30 զոհ թուրքերը տան, դրանից հետո ասում չեն կռվել, ես չեմ անում, էլ կռվելը որն է։ Պարզ է, եթե իրանք լինեին, չէին կռվի, կփախնեին, այդ պատճառով էլ այսօր իրանք ասում են նրանք
իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա Հայաստանի, ոչ նրանք տվել են հանուն հայրենիքի, ինձ համար, այդ տղաների համար հայրենիքը Արցախն էր, ամբողջական Հայաստանը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։